Ուրեմն բոլոր նրանք, ովքեր գալիս են իմ ասուլիսին, միշտ շահում են։ Ապրես։ Այս գիրքը ուրեմն նոր է տպվել։ Շատ նոր, ոչ մեկը դեռևս չի ստացել։ Դուք առաջինն եք, որ նվեր եք ստանում։ Կազմել է Բաբկեն Արարքցյան եւ Աշոտ Սարգսյանը։ Ես էլ եմ մաս կազմում այս գրքի ստեղծման եւ կազմման եւ հրաշալի մի վավերագրություն է սա փաստաթղթերի ոչ ամբողջական հավաքածու մեր անկախության շարժման եւ եկեք եթե կարելի է այսպես մի քիչ օրիգինալ ձևով գնանք, հա հերթով թերթելով գնում ենք դուք եք նայում, ես էլ եմ նայում փաստաթղթերը, որոնք որ կարևոր բաներ կա, ես նշել եմ, ձեզ կասեմ դուք կնայեք։ Ուրեմն անկախության գաղափարը առաջինը, նախ այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան այսօր կարդացի հոդված, խնդրում եմ դուք էլ կնայեք։ Աշոտ Սարգսյանը Իլուրում այսօր տպել է այսպիսի հոդված. Անշրջելի ու անխոցելի մեր անկախությունը։ Եվ ինչ համար նաև ուսանելի Աշոտը ներկայացնում է մեր ընդհանրապես հայ ժողովրդի պատմության 8 անկախության շրջանները։ Ոչ մեկը հաստատ չգիտեք։ Մենք ունեցել ենք 8 անգամ պետականություն, անկախություն մեր 3000-ամյա պատմության մեջ եւ առաջինը մեր թվարկությունից առաջ 860 թվականին Արամե արքայի ժամանակ։ Եվ այդ անկախությունը տևել է պետականությունը 270 տարի։ Հաջորդ եղել է մեր թվարկությունից առաջ 570 թվականին Երվանդունիների ժամանակ, Երվանդ Սակավակյացի ժամանակ 400 տարի եւ այսպես գալիս է մեր անկախությունը, այնտեղ միտեղ կար վիճելի է 7 թե 8, եկեք չվիճենք 7 թե 8, համենայնիվս մեր հաջորդ նախորդը եղել է 18-20, ինչպես գիտեք, եւ վերջինը 91 թվական սեպտեմբեր եւ լավ հոդված է շատ կարդացեք եւ Աստված տա եւ մեր ժողովրդին խելք ու ուժ կամք ու համառություն այս լինի վերջին անկախությունը ինձ հաճախ ասում են կկարդաք մի հատ այդ անկախության հռչակագիրը կամ ինչ հուզմունք կարող եք կարդալ ես միշտ մերժել եմ որովհետեւ անկախության հռչակագիրը երեխայի ծնվելու նման բան է նույն երեխան երկու անգամ չի կարող ծնվել այն պետք է պահպանել հզորացնել եւ հանձնել անկախությունը սերունդներին խելոք է այն սերունդը խելոք է այն իշխանությունը որը կարողանում է իր ունեցած իր ստացածը պահել ուժեղացնել եւ հանձնել սերունդներին Հիմա առաջին փաստաթուղթ հայոց համազգային շարժման ծրագիրը սա է մեր փաստագրական առումով անկախության սկիզբը երբ ստեղծվեց փաստորեն հայոց համազգային շարժումը օգոստոսի 1988 թիվ Այն ինչ որ ես ասելու եմ դուք պետք է հաշվի առնեք որ դեռ սովետական միությունը կար մենք սովետական միության մաս էինք սովետական միությունը իր հզոր պոտենցիալով ուժային կենտրոններով միակենտրոն միակուսակցական համակարգով իշխում էր բոլոր ազգերին եւ այս ժամանակ ստեղծվեց այս կուսակցությունը եւ գրվեց այն ծրագիրը եւ սկզբունքների մեջ բացեք 13-րդ էջը այս նախադասությունը գրվեց հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները անժխտելի է որ հայերը ինչպես նաև ամեն ազգ լավագույն ձևով կարող են դրսևորել իրենց ընդունակությունները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը ապրելով ազատ ժողովրդավարական պայմաններում առանց արտաքին ճնշման ինքնուրույն որոշելով քաղաքական տնտեսական սոցիալական մշակութային կյանքի բնույթը Եվ ակնհայտ է որ այդպիսի պայմաններում է հնարավոր ապահովել յուրաքանչյուր անհատի ի ծնե տրված իրավունքը ազատ ապրելու անձնական երջանկության ձգտում։ Եվ այդ շարժումը ուներ մի քանի սկզբունքներ, շատ կարևոր սկզբունքներ, որոնք ռեալիստական էին։ Այս սովորաբար շարժումները լինում են մեծագորգոր, պոռոտ, ռոմանտիկ, ոչ իրատեսական։ Չորրորդ կետը նայեք 14-րդ էջի։ Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերը իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, միայն
հույս չդնի որևէ հովանավորության վրա։ Այդպես այս սկզբունքը մի պահ աշխատում էր նաև 18-20 թվականին։ Հիշում եք, մենք միայնակ ենք, հույս ապավինիր քո հույսերին, այս սկզբունքը միշտ աշխատել։ Եվ մյուսը, որ այն ժամանակվանից մեր շարժումը համամարտկային էր, 6-րդ կետ, մեր շարժումը ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ։ Սա էր անկախության մեր ձգտումը։ Մեր սկզբունքն է խաղաղ համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ։ Այս պարզունակ միտքը անգամ հիմա հայաստանյան քաղաքական ուժերը վախենում են արտահայտել բոլոր հարևանների հետ համերաշխ ապրելու ձգտումը։ Եթե հիմա հայտարարես, որ ես պատրաստ եմ թուրքերի հետ հարևանցիորեն համագործակցելով, տնտեսական կապեր ապահովելով ապրել, համագործակցել, քեզ դավաճան կհամարեն։ Եվ մենք հետագայում դիմել ենք միջազգային կառույցներ ընդունվելու այս սկզբունքները պահպանելով։ Մենք համերաշխ ենք 9-րդ կետ բոլոր այն շարժումների հետ, որոնք հիմնված են ինքնորոշման, ժողովրդավարության, սոցիալական արդարության սկզբունքների վրա։ Մենք մերժում ենք ազգային խտրականության եւ ազգային ամոլության բոլոր դրսեւորումները։ Հետագայում Հայաստանում ծնվեցին հիվանդ գաղափարներ, որ հայերը աշխարհի ամենալավ ազգն են, հայերը բոլոր ազգերից բարձր են, սա ֆաշիզմ է, սա ազգային ամոլություն է։ Հայերը գեղեցիկ, ընդունակ, տաղանդավոր, սովորական ազգ են աշխարհի ազգերի ընտանիքում։ Մենք ոչ մեկին չենք գերադասում, ոչ մեկին էլ մեզնից չենք ստորադասում։ Նորմալ է, մարդկային սկզբունք է։ Աստված մարդուն ստեղծել է ոչ կրոնով, ոչ գիտությամբ, ոչ մազերի կամ մաշկի գույնով, ազատ մարդը ստեղծել է Աստծուն, Աստված ստեղծել է մարդուն որպես մարդ։ Հետո է եղել պետություն, սահման, կրոն, կուսակցություն, անցանք առաջ։ Մայրենի լեզվի դրույթն է այստեղ եւ մի քանի սկզբունքներ, որոնք շատ սկզբունքային էին, որոնք դարձան մեր պետության հետագա եւ մի հատ էլ սկզբունք ասեմ, որ հիմա երբեմն է սրա շուրջ վեճերակ ազգային ժողովրդական, մենք դուրս ենք եկել կոմունիստների դեմ պայքարի։ Մենք պայքարում ենք Հայաստանի եւ սովետականության կոմունիստական իշխանության դեմ, ճիշտ է, բայց կար sense մի հատ կետ, ազգային ժողովրդավարական պայքարի ճանապարհին շարժումը պատրաստ է համագործակցել անգամ հանրապետության իշխանությունների հետ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններից գործունեությունը համապատասխանում է հայ ժողովրդի ազգային շահերին։ Եվ ես անցնում եմ հիմա այդ շահերի հետ կապված, երբ որ մենք կարողացանք շարժումը, կարողացավ ստիպել հայաստանյան իշխանություններին անել քայլեր, որոնք անկախության ճանապարհին շատ լուրջ քայլեր էին։ Չզարմանաք, բայց այն ժամանակ շարժումը եւ շարժման կողմից 5 պատգամավորներ, որոնք սովետական կոմունիստական կուսակցության գերագույն խորհրդի անդամներ դարձան, այնպիսի կետեր, այնպիսի օրենքներ անցկացրեցին պարլամենտում այն ժամանակվա պարլամենտ չեղեր, բայց այդ 5 հոգով Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Ռոբերտ Քոչյան, իրանք հետո մտան պարլամենտ դեռ մինչև 90 թիվը։ Եվ իրանք անց են կացրել այսպիսի կետեր։ Սովետը կար, մի մոռացեք, ես կարդում եմ մայիսի 3-ի 24 էջ բացեք, խնդրում եմ։ 24 էջ մայիսի 3 1990 թիվ։ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի որոշումը առաջին կետը նայեք։ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդին առընթեր ստեղծում է պաշտպանության խորհուրդ եւ հանձնարարվում է անմիջապես միջոցառումներ ձեռնարկել սահմանների ապահովության, քաղաքացիների կյանքի պաշտպանության։ Եվ նայեք, Հրանտ Ոսկանյան, սա մեր իշխանությունը չի, բայց մեր ստիպելով եւ այն ժամանակվա կոմունիստական իշխանության խոհեմության արդյունքում, ժողովրդի ճնշման արդյունքում սկսեցին պաշտպանական միջոցառումներ անել եւ հաջորդ որոշումը նույն մայիսի 3-ի 90 թվականի բացի 27 էջ Հայկական ԽՍՀ Սահմանադրության 75 հոդվածի հիման վրա ժամանակավորապես դադարեցնել հանրապետության սահմաններից դուրս հայ ազգի զինակոչիկների ծառայության համար զինակոչ անցկացնելը։ Մենք սովետի դեմ ըմբոստացանք եւ այլևս մեր զինվորները չէին գնում ծառայելու ռուսական կամ սովետական բանակում։ Սա համարձակ, վտանգավոր, նույնիսկ ռիսկային քայլ էր, երբ որոշվեց, որ հայ զինվորները պետք է ծառայեն Հայաստանում։ Կրկնում եմ, նայեք, սա 90 թվականն է, դեռ մենք իշխանության չենք, եւ այս որոշումները կայացնում է կոմունիստական կուսակցության ղեկավարությունը։ Այսինքն մեր անկախության գործընթացի նաեւ փաստական, իրական արմատները նաեւ
մինչ մեր իշխանության գալն էին, այդ արմատների մի մասը մի որոշ քայլեր մենք կարողացանք հասնել ժողովրդի ճնշմամբ, այս նստաշրջանները մենք ստիպել ենք անցկացնել յուրաքանչյուր падգամավորի գնում էինք Հոկտեմբերյանից, Մեղրիից, Վանաձորից բռնում, մեքենա նստացնում, բերում նստաշրջանի չէին գալ եւ ընդունում այսպիսի որոշումներ։ Հետո եկավ արդեն մեր իշխանությունը եւ ստեղծվեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք դուք այստեղ տեսնում եք, եւ այս որոշումները բոլորը շատ ռեալիստական են, շատ համարձակ են եւ տարօրինակ մի բան, որևէ այս փաստաթղթերի մեջ չգտնի մի կետ, որը այդ ժամանակ հակասում էր սովետական միության գործող օրենքներին։ Լրջագույն սկզբունք էր պահպանել մեր անկախության գործընթացը ամբողջապես սովետական միության օրինականության սահմաններում։ Հանրաքվեի պատմությունը ամենահետաքրքիր մասն է, օգոստոսի 23 հռչակագրին չեմ անդրադառնում, դա լավագույն փաստաթուղթն է ընդհանրապես մեր պատմության մեջ, եւ միանգամից ձեր թույլտվությամբ անցնեմ սեպտեմբերի 21-ի պատմությանը։ Ուրեմն սովետական միությունը քանդվեց իրավաբանորեն պաշտոնապես 91-ի դեկտեմբերին, հաշվեք 92-ին։ Այսինքն մենք անկախության գործընթաց արել ենք եւ անկախ եղել ենք շուրջ 2 տարի այն ժամանակահատվածում, երբ դեռ կար սովետական միությունը։ Սա մեր յուրահատկությունն է անկախության գործընթացի մեջ, որովհետեւ մեզնից հետո են այլ երկրներ, այլ ժողովուրդներ անցել այս ճանապարհով։ Հայոց համազգային շարժումը եւ Հայաստանի Գերագույն խորհուրդը 90 թվականի ընտրված առաջինն է սովետական միության տարածքում ժամանակագրական առումով բոլոր անկախական շարժումներից։ Առաջինը Ղարաբաղյան շարժումով է սկսել հայաստանյան անկախական շարժումը եւ դա եղել է Հայաստանում։ Մյուսը, որ միակն էր եւ անկրկնելի Հայաստանը իր անկախության գործընթացում, միակ երկիրը իր անկախությունը ձևակերպել է հանրաքվեով, դա Հայաստանն է։ Մնացած երկրները կամ արել են Գերագույն խորհրդի որոշումներով, կամ հարցումներով, պլեբիսցիտներով, եւ որպեսզի մեր անկախությունը լինի դարերի համար, լինի իրավաբանորեն անխոցելի, անքննելի, անքննադատելի եւ հավերժ, մենք ընտրեցինք հանրաքվեի ճանապարհը, որտեղ հանրաքվեն միջազգայինորեն, իրավաբանորեն ամենաբարձր կարգավիճակ ունեցող ձևն է։ Ընդհանրապես որևէ որոշման, որովհետև ամենադժվարը կարող է փոփոխության ենթարկվել հանրաքվեով կայացած որոշումը։ Ցանկացած Գերագույն խորհրդի որոշում, ցանկացած պրեզիդենտի որոշում, հաջորդ պրեզիդենտը, հաջորդ Գերագույն խորհուրդը կարող է բեկանել, փոխել։ Հանրաքվեն կարող է լուծվել միայն էլի հանրաքվեով, որը շատ դժվար է։ Եվ մենք Չէ, հարց չկա, չէ։ Դա սա ինչ հարց։ Կարող է այս ավարտեմ նոր հարց կտաս։ Եթե այս ընթացքին է, կոնկրետ այդ պահին է։ Հա, ուրեմն տեսեք ինչ էր տեղի ունեմ։ Սովետական միությունը ասեցի, որ պինդեր կար եւ պայքարում էր, մենք զոհեր ենք տվել ճանապարհին 91 թվականի մարտին, ուրեմն սովետական միությունը մեզ հրահանգ տվեց, հռչակագրից անցել է 6 ամիս, հաշվեք 90 օգոստոս, 91-ի մարտի 1-ին եկավ հրահանգ, որ բոլոր ժողովուրդները սովետական միության կազմակերպում են հանրաքվե սովետական միության պահպանման համար։ Եվ ով, այսպես ասեմ, ըմբոստանա, կհայտնվեր շատ վատ վիճակում։ Եվ 1991 թվականի մարտի 1-ին մեր իշխանությունը կտրուկ մերժեց սովետական միության առաջարկը հանրաքվե անցկացնելու, բացեք 63-րդ էջ, եւ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց մերժել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ 91 թվականի մարտի 17-ի հանրաքվեն։ Մարտի 1-ին մենք որոշում կայացրեցինք անցկացնել մերժել այդ հանրաքվեն եւ անցկացնել մեր հանրաքվեն սովետական միության սահմանադրության համաձայն։ Այդ օրենքի համաձայն հանրաքվեն պետք է լիներ 6 ամիս հետո։ Եվ 6 ամիս հետո այդ օրը որոշվեց հանրաքվեի հարցը 64H հարցը հետեւյալն էր. համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետություն լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս։
Եվ դա օրենքի ուժ ստացավ եւ եկանք հասանք սեպտեմբեր, այսինքն 6 ամիս մենք պահպանեցինք։ Ընդ որում մի հատ որոշում կար, շատ հետաքրքիր որոշում կար։ Երրորդ կետը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության իրավունք տալ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրակրվեն ավելի վաղ ժամկետում անցկացնել։ Այսինքն եթե հանկարծ սովետական միությունը որոշեր հարձակվել, զորքեր մտցնել Հայաստան, մենք մեզ իրավունք էինք վերապահել այդ հանրակրվեն ավելի արագ անել։ Բայց մենք փորձում ենք անդադ չգազազեցնել կենտրոնին, որպեսզի ուժային մեթոդներ մեր անկախության գործընթացի ժամանակ չկիրառվեն։ Եվ հանրակրվեն կայացավ սեպտեմբերի 21-ին Բաբկեն Արարքցյանի ես հեղինակի նախագահությամբ հանձնաժողովի նախագահի ինքներ եւ ես ուզում եմ կարդակ 70 էջի որոշումը, երբ Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները այն ժամանակ կոչվում էր հասարակական քաղաքական կազմակերպություններ հանդես եկան հուլիսի 10-ին միասնական հայտարարությամբ, որ ժողովուրդը գնա եւ անկախություն քվեարկի։ Եվ ստորագրել են նայեք կուսակցությունները Հայոց համազգային շարժում կուսակցություն, ազգային ինքնորոշում միավորում, Պարույր Հարիկյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Աշոտ Նավասարդյան, Հայաստանի ռամկավարազատական կուսակցություն, Հայաստանի ազգային պահպանողական կուսակցություն եւ Հայոց քրիստոնյա ժողովրդավարական միություն։ Այս ամբողջ սպեկտրներ քաղաքական, բացի դաշնակները ասում էին անկախությանը կողմը լալով անջատմանը դեմ կլանք։ Սա իրենց լոզունգն է։ Այդպես էր, բաց։ Այսինքն իրենք ասում էին անկախությունը շատ լավ բան է, անկախանում ենք, բայց սովետական կազմից դուրս չեն գալիս։ Բառացի եմ կրկնում, անկախությանը կողմը լալով անջատմանը դեմ կլանք։ Կեղծում եմ բալես։ Հա, լավ, եղավ, կեղծում եմ։ Ինչ շահուն եմ, չեն ստորագրել իրանք, կոմունիստներ եւ դաշնակներ։ Բայց ինչ եք վատ զգում, դա իրականություն է, հիմա կարող է իրանք ճիշտ էին մտածում։ Ես մխիթարում եմ ընկերուհուն։ Մի փոքր մխիթար։ Լավ, ոչինչ, բան չի, իրականությունն այդպես է։ Ոչինչ։ Եվ լավ, եւ սեպտեմբերի 23-ին 2 միլիոն 46,000 մասնակցից արդյունքներում հաշվեց, որ 2 միլիոն 40,000 կողմ են քվեարկել անկախությանը եւ ամսի 23-ին ինձ պատիվ տրվեց կարդալու այն որոշումը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։ Ահա, այս էլ Եվրոպայի հիմնը։ Եվ վերջ, հիմա հարցերը։ Այնպես այս փաստաթուղթը իսկապես ոնց որ մի հատ կարճ դոկումենտալ ֆիլմ, որը տալիս է մեր անկախության գործընթաց փաստաթղթերով։ Ուշադիր լսում եմ խելոք հարցերը։ Անկախության գործընթացի ժամանակ եւ անկախության արժեքի համար պակաս կարեւոր չեն այն ընտրական գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Վերջին ընտրական գործընթացը Կիրակի կայացած թիմ ընտրություններն, որոնք կարծես թե հույս են տալիս արդեն, որ սառույցը կոտրվում է, հա, մենք ունեցանք ընդդիմադիր տեխնացուների, ինչու չեն հաղթանալ։ Որքանով տեղեկացված եմ, ՀԱԿ-ը այս համայնքային ընտրություններում ակտիվ չէր մասնակցում, ինչու պայմանագրան եւ ձեր գնահատական այդ ընտրություններին։ ՀԱԿ-ը մասնակցում էր եւ ամենալավ, ամենամեծ արդյունք ՀԱԿ-ը ցույց է տվել Արարատում։ Արարատում մենք ունենք ՀԱԿ-ի ավագանի, որը 1000-ից ավել ձայնով հաղթել է եւ թիվ 1 արդյունքն է ցույց տվել։ Առաջիկայում մեծ համայնքներում ունենք մասնակցություն, Աշոտ, Վանաձոր, Գյումրի, Աղթալա, Մարալիկ, Վայք եւ այլն։ Դրա պատասխանը հետեւյալն, իշխանությունը շատ թուլացած է։ Իշխանությունը եթե թուլացած չլիներ, 4+4 ֆորմատը չէր կայանար եւ չէր ստորագրվի այն, ինչ այս պահին ունենք։ Իշխանությունը իսկապես թուլացած է եւ այս պահին Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելու համար մեր կողքին կանգնած են նաեւ միջազգային կառույցները, Եվրոպական միությունը, եվրոպական դեսպանները եւ նաեւ քաղաքացիական խմբերը։ Քաղաքացիական խմբերի աջակցությամբ էր, որ ստորագրվեց այն փաստաթուղթը, որ այսօր սեղանի վրա է եւ առաջիկայում պետք է օրենքի ուժ ստանա։ Այդ ցուցակների հրապարակումը 15 տարվա մեր պայքարի արդյունքն է։
կրկնում եմ, իշխանությունները կամավոր չեն եկել դրան, մենք ստիպել ենք, որ իրանք գան այդ կետը ստորագրեն, քանի որ ունեցել ենք հզոր աջակցություն, հասարակական, քաղաքական, քաղաքացիական եւ միջազգային, եւ կամերաների, հեռուստախցիկների տեղադրումը, եւ այդ ամբողջ նյութը դատաներ տալու հնարավորությունը, ինչպես նաեւ քրեական հոդվածների լուրջ խստացումը կեղծիքների համար հույս է տալիս, որ առաջիկա ընտրություններում կարող է նորմալի մոտ ընտրություններ լինել։ Այն որ կեղծիքներ չեն լինելու, ես այդպիսի բան չեմ ասում։ Կեղծիքներ իշխանությունը ամեն կերպ փորձելու է անի։ Ամեն ինչ փորձելու է անի, բայց այլևս իր դաշտը կեղծիքների այն չէ, ինչ որ էր։ Լուրջ պակաս է, շատ լուրջ պակաս է։ Առնվազն 600,000 ձայնով իր կեղծիքների հնարավորությունը այս պահին, այս օրենքով պակասելու է։ Հաջորդը։ Ես հրավիրված եմ, չեմ մասնակցելու։ Մեր կուսակցության պատգամավորները հրավիրված են, չեն մասնակցելու։ Տեր Պետրոսյանը չի մասնակցելու։ Մենք անկախության դեմ քաղաքական ուժերի հետ անկախությունը նշելու ցանկություն չունենք։ Մենք միշտ նշել ենք առանձին, էլի կնշենք առանձին այն քաղաքական ուժերի եւ անձերի հետ, ովքեր ներդրում ունեն մեր անկախության համար, ովքեր պայքարել են մեր անկախության համար։ Իսկ այս իշխանությունները անկախությունը ծվատող, անկախությունը ոչնչացնող, մեր երկրի արժանապատվությունն ու ինքնունությունը մսխող քաղաքական ուժեր են։ Անկախությանը կողմը լալով անջատման դեմ կլանք։ Ճիշտ եք։ Շնորհակալ եմ, ճիշտ եք, որովհետև եթե մենք անկախացանք, մտածում էինք, որ ռուսական չինովնիկը, ռուսական կարշառակերը, ռուսական սապոգը պետք է Հայաստանից վերանա, մենք երազում էինք դա, բայց եկան իշխանություններ, եկան գողեր, որ կրամոլներ, սովածներ, ընչաքաղցեր, որոնք ավելի շատ կերան, ավելի շատ կաշառք վերցրին, ավելի շատ քո արժանապատվությունը ոտնահարեցին, քո զինվորի պաշտպանունակությունը թուլացին, որի արդյունքում Հայաստանում քաղաքացին սկսեց մտածել, ավելի լավ չէր այն ժամանակ, քան հիմա։ Ոչ, 95 թվականին մենք տարել ենք ամենամեծ հաղթանակը մեր ժողովրդի երբևէ։ Անկախության հաշվին է, սիրուն աղջիկ, որ Ղարաբաղյան պատերազմին հայ ժողովուրդը հաղթանակ է տվել։ Միակ մեծագույն արդյունքով ամրագրված Ղարաբաղյան ազատագրական շարժումը եւ մենք անկախություն ձեռք ենք բերել 28000 քառակուսի կիլոմետրի վրա, այս պահին Հայաստանը ունի 40000 կիլոմետր տարածք, որ հարկավոր է պահպանել եւ այդ տարածքը ազատագրվել է խաղաղության շնորհիվ, անկախության շնորհիվ, անկախության առաջին 5 տարիների ընթացքում։ Ուրեմն մեր մեծագույն արժեքը, երբ արժանապատիվ է քաղաքացին, եւ այդ արժանապատվության հաշվին ինքը ձեռք բերեց հաջողություններ, հաղթանակներ։ Եվ ձեր ասած տարիներին ոչ մի կեղծիք, ընտրական կեղծիք չի եղել։ 95 թվականին, բացեք արխիվ, 95 թվականին Հայաստանը համարվել է Հարավային Կովկասի ամենաժողովրդավար երկիրը, կղզի ժողովրդավարության։ Ուրիշ հարց։ Ես ում ժամանակից եմ խլում, ում եմ ներողություն խնդրելու։ Բայց ասենք ինչ են կենցաղային են մնացածները։ Այսպես, ուրեմն Գյումրիում եւ Վանաձորում մենք շատ ակտիվ ենք լինելու,
մենք արդեն պատրաստվում ենք պարլամենտական ընտրություններին, որը փաստորեն փոխարինում է եւ նախագահական եւ պարլամենտական ընտրություններին, մեր ակտիվությունը հիմա կսկսվի։ Եվ ներող կլինեք, եւ այսօր եւ պարլամենտական ընտրություններին լինելու են կեղծ ընդդիմություններ, որոնք իշխանության դերացներն են եւ շատ ավելի փող են ծախսում նրանց վրա, քան հանրապետականի վրա, որովհետեւ իշխանության խնդիրը այսօր հայազգային կոնգրեսի ձայները փախցնելն է, ընդդիմադիր ձայները փախցնելն է։ 11 կուսակցություն Գյումրիում դուք ինձ կհամոզեք, որ ընդդիմադիր են, չեք համոզի։ Ֆալշ, կեղծ, մի քանի ամսվա ընթացքում սարքած կեղծ ընդդիմադիր քաղաքական ուժեր են։ Եվ նպատակը ընդդիմադիր դաշտը կտրտել, մարդկանց հիասթափացնել, որոնք մոլորվեն, չգիտեն ով է իսկական իր ընդդիմադիր դաշտը։ Մենք մի քիչ ուշ դրա մասին ավելի բաց, ավելի հանգիստ ժողովրդին կմատուցենք։ Տեղերում տեղական կլինեն, առայժմ մեծ նահանավակների խնդիր դեռ չունենք, չէ։ Նույնը գաղափարի առումով, այո, սկզբունքների առումով, այո, մեր թիրախը չի փոխվել, բացարձակ։ Ընտրազանգվածը պակասել է նախ, որ ամենաշատ արտագաղթում է մեր ընտրազանգվածը, որովհետև մեր շարքերում գործազրկությունը կազմում է 99%։ Եթե մարդիկ ստիպված են լինում արտագաղթել, ավելի շատ արտագաղթում են ընդդիմադիր մարդիկ, որոնք պետական կառույցներում չեն։ Այսօր Հայաստանում աշխատողների մեծ մասը պետական չինովնիկներն են, որոնք միայն ու միայն հանրապետական են, այլ բան չեն կարող լինել։ Իհարկե, այդ առումով մեր մարդկային ռեսուրսի պակասը արտագաղթով ամենացցունն է, ամենաարտահայտիչն է։ Պատասխանեմ, մեր առաջիկա նպատակը ազգային ժողովում անցկացնել այն օրենքը, որի մասին խոսեցի, եւ այդ օրենքը քաղաքացիական ուժերի եւ քաղաքական ուժերի հետ ավելի ուժեղացնել, ավելի փոխել, մասնավորապես մեր թիրախը լինելու է տարածքային ռեգիոնալ ընտրությունների, ռեյտինգային ընտրությունների վերացումը։ Եթե մենք կարողանանք միջազգային կառույցների հետ նաեւ այդ մի կետը վերացնել, ապա մենք գարնանը ընտրություններին կունենանք լրջագույն հաջողություն։ Եվ չեմ բացառում խաղաղ իշխանապողության հնարավորություն լինի։ Դուք բոլորը գիտեք, որ խաղաղ սահմանադրական իշխանապողության հնարավորությունները մեզ համար գերադասելի են։ Դա մեր ռազմավարական խնդիրն է եղել միշտ, եւ մենք դա երբեք չենք փոխել։ Մի ազգ, որը ունի կոնսենսուսային հայհոյանք եւ անեծք իշխանություններին, հարկավոր է կազմակերպել այդ ամբողջ էներգիան եւ անցկացնել խաղաղ իշխանապողություն։ Ոչ խաղաղ իշխանապողության գնում են այն ազգերը, այն երկրները, որոնք չունեն այս ռեսուրսը, մենք ունենք այդ ռեսուրսը, եւ այդ ռեսուրսը կբերի խաղաղ իշխանապողության, որը կարող է լինել հավերժ, կարող է լինել հիմնավոր եւ կարող է լինել անշրջելի։ Փառք Աստծո, այսօր հավաքվելու, ասելու, հաղորդակցվելու միջոցները ավելի շատ են։ Մենք այդ հնարավորությունները կօգտագործենք, ունենք խորհրդարանական միջոց, ունենք Facebook-ը, ունենք տարածքային ամենամեծ կառույցները եւ ամենամեծ ընդհանրապես կուսակցությունը մարդկային ռեսուրսների առումով։ Այդ բոլոր մեր ռեսուրսներն երբ ինչ ձև պետք լինի, այն էլ կօգտագործենք։ Մենք մեզ համարում ենք այլընտրանք այս իշխանություններին։ Մենք կարծում ենք, որ միայն մենք կարող ենք այս իշխանություններից ազատվել եւ այդ ամենը կանենք խելոք կազմակերպված ձևով։ Ես միակ չասեցի։ Ես ասում եմ այն ինչ որ ասում եմ։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Պրովոկացիա մի արեք։ Արեք, չէ, փորձեք արեք։ Այլընտրանք նշանակում է, որ ես ինձ տեսնում եմ այն ուժը, որը կարող է իրեն գցել։ Շատ հստակ եմ ասում։ Այլընտրանք հենց դա է։ Այդպես չեք դուք ընկալում։ Ով? Այդ ով է։ Լավ, մենք հասկացանք, ինք Արա Մանուկյան ասեց, մենք Լևոն Մարտիրոսյան հասկացանք։ Այո։
չկա ընդդիմադիր ուժ, այսինքն չկան իշխանություններին մրցակից ընդդիմադիր ուժեր Հայաստանում, չկա այն Ոնց են իրանք այդ տառապանքին դիմանում, ես չեմ պատկերացնում։ Էնպես են ցավում իրանք, որ չկա այլ ընտրանք, չկա կոնգրես, չկա Արամ Մանուկյան, շատ տխուր այն դա։ Թող ստեղծեն, ստեղծել են 8 հատ էլի։ Իրանք 8 հատ ստեղծել են։ Մի շիկական ընդդիմադիր ուժեր, չգիտեք։ Չգիտեք դուք։ Գնացեք, իմացեք։ Առաջ։ Սա մեր շարժման, ասեմ, սա մեր շարժման հիմն է, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, եւ մեր բոլոր միտինգները սկսվել են, հիշում եք, այս երաժշտությունով, Եվրոպայի հիմնը եւ նաեւ ինձ համար Բեթհովենի ստեղծագործությունները գագաթ են։ Ես ունեմ Բեթհովի նաեւ մնացած բոլոր սիմֆոնիաները։ Սիրելի ժողովուրդ, սիրելի երիտասարդներ, ես ձեր միջոցով անկեղծորեն շնորհավորում եմ մեր երկրի լավագույն տոնի, ամենագեղեցիկ տոնի, անկախության տոնի 25-ամյակի կապակցությամբ։ Ես ցանկանում եմ, որ դուք ձեր երեխաները, ձեր աշակերտները, ձեր ընկերուհիները սիրեն այս արժեքը, պահպանեն այս արժեքը, որովհետև միշտ անկախությունը ունի թշնամիներ, միշտ ունի վտանգներ, որ կարող է կորել, գնալ, լուծվել, դառնալ պատմություն, ինչպես սկզբից տեսակ։ 7 անգամ մեր ժողովուրդը վաստակել է պատմության մեջ իր ազատ անկախ ապրելու իրավունքը եւ այդքան անգամ էլ կորցրել է։ Կորցնելու վտանգը միշտ կա։ Միայն սիրելը բավարար չէ անկախ լինելու համար։ Դրա համար հարկավոր է պայքարել։ Պայքարեք ու սիրեք մեր անկախությունը։ Շնորհավոր անկախության տոնը։ Շնորհակալություն։